Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Խելամտությամբ վարվողը բարիք կգտնի և նա, որ տիրոջն է ապավինում, երանի նրան Առակաց 16:20 Մարդու ճշմարիտ զորությունն իմաստությունն է և դրա առաջնորդությամբ նա կարողանում է լավագույնս իրագործել իր նպատակները։ Կյանքի ընթացքում առաջացած խնդիրների հետ խելամտությամբ վարվելը մեծագույն հաճույք է պատճառում մարդուն և ազնվագույն զբաղմունք է նրա համար։ Ուստի դրանով նա հիրավի բարիք է գտնում։ Առանց իմաստության մարդը վայրի էշի քուռակի է նմանվում, որն այս ու այն կողմ է վազվզում, անտեղի սպառելով իր ուժն ու էներգիան, որոնք կարելի էր արդյունավետ օգտագործել։ Իմաստությունն այն կողմնացույցն է, որի օգնությամբ մարդը պիտի անցնի կյանքի օվկիանոսով։ Առանց դրա նա լքված նավակ է, քամիների և ալիքների զվարճալիք։ Մարդը պետք է խելամիտ ապրի այնպիսի աշխարհում, ինչպիսին սա է, այլապես նա բարիք չի գտնի և անհամար դժբախտությունների կհանդիպի։ Ուխտավորը դաժանորեն կխոցոտի իր ոտքերը կյանքի անտառի փշերի միջով անցնելիս, եթե ամենայն զգուշությամբ չդնի իր քայլերը։ Նա, ով ավազակախմբերով վխտացող անապատով է անցնում, պարզապես ստիպված է խելամտությամբ վարվել, եթե ցանկանում է անվտանգ ճանապարհորդել։ Եթե ուսուցանված լինելով մեր մեծ վարդապետի կողմից, մենք հետևենք նրան, ուր էլ որ նա մեզ առաջնորդի, մենք բարիք կգտնենք նույնիսկ այս խավար կացարանում։ Կան երկնային պտուղներ, որոնք պետք է Եդեմի պարտեզից այս կողմ հավաքվեն, և դրախտային երգեր, որոնք պետք է երկրի պուրակներում երգվեն։ Բայց որտեղ է գտնվում այս իմաստությունը։ Շատերն են երազել դրա մասին, սակայն չեն ունեցել դա, որտեղից կարող ենք սովորել այն։ Եկեք լսենք Տիրոջ ձայնը, քանի որ նա բացել է գաղտնիքը, նա մարդկանց որդիներին հայտնել է, թե որտեղ է ճշմարիտ իմաստությունը, և դա գրած է մեր տեքստում, նա, որ Տիրոջն է ապավինում, երանի նրան։ Խելամտությամբ վարվելու ճշմարիտ ուղին Տիրոջն ապավինելն է։ Սա հուսալի ուղեցույց է կյանքի ամենաբարդ խճուղիներից դուրս գալու համար։ Հետևիր դրան և գտիր հավիտենական երանությունը։ Նա, ով Տիրոջն է ապավինում, իմաստության վկայական ունի։ Նա երանելի է հիմա և երանելի կլինի այնտեղ, վերևում։ Տեր, այցելիր ինձ այս երեկո և սովորեցրու ինձ հավատքի իմաստությունը։